Բարի երեկո հարգելի հետևորդներ, թարմնորություններով եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Նոր քրեական գործ հայ առաքելական եկեղեցու դեմ, այս անգամ դատական ակտը չկատարելու հոդվածով։ Խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելու Մայրաթորի որոշման մասին է, որի դեմ եպիսկոպոսը հայց էր ներկայացրել դատարան։ Հիշեցնեմ, որ այսպես կոչված Փաշինյանի եկեղեցու բարենորոգում շարժմանը միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ամենայն հայոց կաթողիկոսը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատել էր հունվարի 10-ին։ Դանիայի եկեղեցիների խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ստեղծված ներկայվիճակին, մասնավորապես հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Դանիայի խորհուրդը հիշեցնում է, որ մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում խղճի, խոսքի և կրոնի ազատությունը պետք է պաշտպանված լինեն և կոչ է անում դատական գործընթացները անցկացնել համաչափ և իրավական սկզբունքներին համապատասխան։ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկն է։ Այն պատմական եկեղեցի է, որի հանդեպ պետք է հարգանք տածել հասարակության մեջ իր նշանակության և օրենքի շրջանակում իրականացվող գործունեության համար, նաև որպես կրոնի և խոսքի ազատության պահպանման արտահայտություն։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը պաշտպանել Հայաստանի քրիստոնեական դարավոր ավանդույթը և ապահովել, որ երկխոսությունը, իրավական անվտանգությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության առաջնորդող արժեքներ։ Եկեղեցու դեմ արշավն ու քաղբանտարկյալների հարցերը շոշափվել են նաև ԵԽԽՎ ամբիոնում։ Միջազգային ամբիոնից հայկական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են երկու տարբեր իրականություն։ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները խոսել են խաղաղության, հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման մասին, իսկ ընդդիմության ներկայացուցիչները քաղբանտարկյալների, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, եկեղեցու դեմ ընթացող արշավի։ Սեդա Մակարյանն է անդրադարձել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ելույթին։ Հայկական երկու տարբեր իրականությունների մասին են ԵԽԽՎ ամբիոնից խոսում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը միջազգային հարթակում խոսել է եկեղեցու դեմ ճնշումների մասին ու հրապարակել է քաղբանտարկյալների թիվը։ Զեկույցում հստակ նշվում է, որ այն ինչ տեղի ունենում հիմա պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Այնտեղ հստակ գրված է tensions between state and church, այսինքն այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, որ իբր սա եկեղեցու դեմ չի եւ այլն, հոդը սենց ընդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Մինչդեռ ԵԽԽՎ պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին պատասխանելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը հերքել է եկեղեցու դեմ բռնաճնշումները։ Միաժամանակ նախարարն օգտվել է առիթից ու խոսել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք կայուն ու բարգավաճ ապագա տանող այս պատմական ճանապարհին։ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Եվրոպացի գործընկերներին Միրզոյանը պատմել է Բաքվի բանտից ազատ արձակված 4 գերիների մասին, նշելով, որ Ադրբեջանի այդ քայլը նպաստում է խաղաղության ամրապնդմանը։ 4 հայ գերիների արձակումը, որոնք Ադրբեջանում էին, հույս է տալիս մեզ հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են։ Արարատ Միրզոյանի հայտարարություններին հետևել է նաև ընդդիմադիր պատգամավոր Արտուր Խաչատրյանն ու մի քանի արձանագրումներ արել։ Արարատ Միրզոյանի ելույթներից ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն հայաթափել Դաշտային Ղարաբաղը, չեն փորձել Արցախը ենթարկել էթնիկ զտման, արցախահայերի համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, որ նրանք լքեն իրենց բնորանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերել։ Միրզոյանն ասել է, թե Հայաստանում սպասվելիք ընտրությունում հնարավոր է միլիոնավոր դոլարներ ներդրվեն ապատեղեկություն տարածելու համար, ուստի իրենք պատրաստվում են պաշտպանել ժողովրդավարությունը։ Թե ինչ մեխանիզմներով է իշխանությունը պաշտպանվելու, Խաչատրյանն է մեկնաբանել։ Բա գիտեք, ժողովրդավարության համար սպիտակ ձեռնոցներով են պայքարելու։ Հանուն ժողովրդավարության իրենք միգուցե ստիպված լինեն գործի դնել ժողովրդի տված պողպատեմուրջը։ Բա ժողովրդավարությունը հենց դա է։ Իզուր չէ, որ հենց Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը, մաքիավելիզմը գործողության մեջ։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը շարունակվում է։ Հայկական պատվիրակությունը բանաձևներ է ներկայացնելու։ Մեկը, որի հեղինակը Ռուբեն Ռուբինյանն է, արդեն ընդունվել է։ Ու մինչ իշխանությունը ԵԽԽՎ ամբիոնից Ադրբեջանին ու Թուրքիային բարեկամ է ներկայացնում, իսկ Հայաստանի ներսում թշնամիներ է փնտրում, ընդդիմադիրները փորձում են միջազգային այդ հարթակներն օգտագործել եվրոպացի գործընկերներին հակառակն ապացուցելու համար։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ ԵԽԽՎ ամբիոնում Արարատ Միրզոյանը վստահեցնում էր, որ Հայաստանում եկեղեցու նկատմամբ որևէ ճնշում չի ընթանում, Հայաստանում շարունակվում է Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների դատավարությունը։ Նիստում պաշտպանական կողմը արձագանքել է նախորդ դատական նիստերի ընթացքում մեղադրողների ներկայացրած ապացույցներին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ քրեական գործում ամենաշատը գունավոր ծխերի մասին է նշված։ Նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են ինչպես առանձին վերցրած ամբողջական բովանդակության հոդվածներով, այնպես էլ մի հոդվածը կարող է հողում տալ մեկ այլ բովանդակության, մի հոդվածի կարգավորումը հասկանալու համար մենք կարող ենք գնալ ուսումնասիրել մեկ այլ հոդված։ Հիմա այս երկու նիստ հնչող պնդում է, որ 319 հոդվածը կապ չունի վերդիկտի փուլում դատարանի կողմից կայացված որոշմանը ներկայացվող պահանջների հետ, իրավաբանի համար առնվազն զարմանալի է, որտեղ երբ որ 319 հոդվածը ասում է, որ պետք է ապացույցը ներկայացնեն բոլոր այն անհրաժեշտ տվյալները, որը դատարանին անհրաժեշտ է վերդիկտ կայացնելու համար, որպեսզի հասկանանք, թե օրենքը ինչ է նկատի ունեցել այդ տվյալները հասկանալու համար, բնականաբար պետք է գնանք այն հոդվածին, որը սահմանում է, թե դատարանը ինչ անում վերդիկտ կայացնելուց։ Չլսված բան է, երբ զրպարտիչն ու հայրենադավաճանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում են, թե եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Դատարանի դահլիճում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ Հալածանքը մեր պատիվն է, հալածանքով ոչ ոք չի վախեցնելու մեզ, ասել է Սրբազանը։ Ես առաջի կալանավորված հոգևորական եմ, առաջի։ Սկսել է ինձանով, բայց որպեսի ես մենակ չլինեմ, ծխածածկույթ են արել, թե մի հատ ինչ-որ գերադրական աստիճանի խումբ կա տերորիստների, որոնք կապված են այս հոգևորականի հետ։ Եվ հովանավորված են եկեղեցու կողմից։ Սա է եղել պատճառ, հաջորդ քայլը եղել է Միքայել Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Մկրտիչ Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Արշակ Սրբազանը եւ այսօր էլ վարույթ են արարել Վեհապար Հայրապետի դեմ։ Չլսված պատմությունը սա եւ մարդն զրպարտիչը հայրենավաճառը խորհրդարանի ԵԽԽ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Հալածանքը մեր պատիվն է։ Հալածանքով ոչ մեկ չի վախեցնելու մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա։ Այո կա։ Եվ ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնակից լինի այդ հալածանքին եւ այդ ինքնության դեմ որևէ կերպով քայլի։ Բազմամիլիոնանոց ներդրումներ է շուտով Հայաստան բերելու թրիփ նախագիծը։ Կառավարությունում հերթական ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը եւ նշել, որ Թրամփի ուղին տնտեսական ներդրումային ծրագիր է, որն առաջիկայում ապահովելու է Հայաստանի համար մեծ ներդրումներ։ Ճեպազրույցից առաջ վարչապետը մի շարք կարևոր հայտարարություններ է արել նաեւ կառավարության նիստում, որոնց առանցքային կետերը առանձնացրել է Անահիտ Սարգսյանը։ Ղարաբաղյան շարժման խոսույթը պետք է ավարտված համարել, իսկ ով համաձայն չէ, կարող է հեղափոխություն անել։ Այս հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ներկայացրեց իր քաղաքական գնահատականը։ Այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Փաշինյանը նաև չժխտեց, որ ինչպես նախագահ Վահագն Խաչատուրյանը ինքն էլ իր շնորհակալությունն է հայտնել Իլհամ Ալիևին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը արտահայտել եմ։ Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելով վարչապետը շեշտեց, որ այս հարցում Ադրբեջանին չպետք է քննադատել, իսկ գերիների վերաբերյալ հայտարարեց, թե նրանց կյանքը վտանգի տակ բոլորովին չի եղել։ Քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր Վագիվ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, Վիգեն Էուլակչյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին։ Օրակարգային հարցերից զատ վարչապետը դժգոհեց կառավարության նիստում։
Ասում է, տարբեր ոլորտներում կառավարության կատարած աշխատանքի մասին բավարար չի խոսվում։ Եվ այդ լռությունը անկեղծ ասած մի քիչ տենց հարցեր է առաջացնում, բայց դա հարցեր են, այնտեղ խոհափիլիսոփայական ոլորտի հարցեր են։ Նիստում ներկայացվեց նաև Երևանի բեռնաթափման նոր ծրագիրը։ Տիգրան Ավինյանի խոսքով Նորագյուղում նախատեսվում է կառուցել նոր դաունթաուն, շուրջ 155 շենք մինչև 60,000 բնակչի համար, այդ թվում մինչև 70 հարկանի երկնաքերեր։ Այսինքն այստեղ ընդհանուր երկնաքեր կարալ։ Այո, այստեղ Այսինքն ենթադրվում քանի է հարկանի նկատի ունի։ Վարչապետ մինչև 70 հարկանի երկնաքեր։ Հիմա Հանրային տրանսպորտի խնդրի լուծման համատեքստում նորից հիշատակվեց Աջափնյակի մետրոյի կառուցման ծրագիրը։ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է, որը որ մոտավորապես 22%-ով կավելացնի մետրոյից օգտվողների քանակը։ Զեկուցվող հարցերի շարքում նաև գիտությունն էր, եւ մինչ այս տարի 14%-ով կրճատվում է գիտությանը հատկացված ֆինանսավորումը, ներկայացվեց 2026-ից 30 թվականներից զարգացման ռազմավարական ծրագիր լայնածավալ խոստումներով։ Մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ ՀՆԱ-ի 1%-ի շրջանակում, որի շուրջ 0.75%-ը նախատեսում ենք իրականացնել պետության կողմից, 0.25%-ը մասնավորի կողմից, խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում եւ մշակումներում։ Տարբեր ոլորտների զարգացման ծրագրեր եւ ռազմավարություն 2026-ից 2030 թվականներին։ Հայտարարությունները հնչում են, ծրագրերը ներկայացվում, իսկ դրանց իրագործման տեմպը հաճախ հիշեցնում է տարիներով քննարկվող, բայց չիրականացված նախագծերը, ինչպես օրինակ Աջափնյակի մետրոն։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ վարչապետը խոսում էր տարածաշրջանային կապերի և միջուկային գործակցության դրական ազդակների մասին, զուգահեռ ընթացող ասուլիսում երկրորդ նախագահը ավելի քան 3 ժամ պատասխանել է լրագրողների հարցերին։ Թրիփ նախագիծը ի տարբերություն Փաշինյանի, Քոչարյանը համարում է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Երկրորդ նախագահի ասուլիսին ներկայ է եղել իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Բարև ձեզ։ Զանգ Ալիևին, Թրիփ, Արցախ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս էր հրավիրել։ Կարոտել եք, չէ՞։ Ես որ ձեզ կարոտել եմ հաստատ։ Ընտրական տարվա երկրորդ նախագահի առաջին ասուլիսում չհնչեց ընտրությանը մասնակցելու Հայաստան դաշինքի որոշումների մասին։ Նախագահը չխոսեց նաև վարչապետի իրենց թեկնածուի մասին։ Փետրվար ամսին։ Եթե սոցիալական հարցումները պարզեն իրենց թիմում կա ավելի շատ ձայներ հավաքող մարդ, վարչապետի թեկնածուն հենց այդ մարդը կլինի։ Իսկ ում հետ են պատրաստվում գործակցել ընդդիմադիր ուժերից։ Ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ պետք է միանշանակ հայտարարի, որ որևէ համագործակցություն բացառում է ԿՊ-ի հետ։ Դրանից հետո մտնեն գործարան, եթե մեկ քաղաքական ուժ բավարար ձայներ հավաքի միայնակ կառավարությունը ձևավորել է, ուրեմն դա իր իրավունքն է։ Ինքը գնում է ավելի լայն կոալիցիայի, թե միայնակ է դա։ Օրինակ ես կնախընտրեի, կհամարեի, որ պետք է գնալ ավելի լայն կոալիցիայի։ Իսկ ինչ են պատրաստվում անել ընտրությանը ավելի տարբերվող Երևալու համար այն ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը երիտասարդներին դիսկոտեկի է հրավիրում, երգեր գրում եւ այլն։ Կապիկություն հաստատ չեմ անելու։ Հասկանում եմ, որ սոցցանցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ ճշգրտությունների գնալ, բայց կա մարդու տեսակ եւ մարդ եթե մտնում է ինչ-որ մի process-ի մեջ, ինքը շատ չի կարող տարբերվել իր տեսակից։ Իր տեսակի մեջ պետք է լավագույնս ինքը իրեն դրսևորի։ Հիմա մարդ կա, որ ինչ կապիկություն լսես կարող անել։ Խոսելով Ադրբեջանից ներմուծված բենզինի եւ հետագայում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը խորացնելու հարցի մասին, Քոչարյանը հիշեց իր զանգերից մեկը։ Մի անգամ զանգել է Հեյդար Ալիևին եւ ասել է մեծ ծրագիր ենք անում լիսի հիմնադրամով ասֆալտ ենք։ Ես անձամբ զանգել եմ իմ գրասենյակից եւ իրեն առաջարկել եմ, որ բիտումը մենք իրենցից առնենք։ Այո, Իրանից էին բիտումը, ասի լավ էլ քայլան, մենք նաև սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել։
Ինքը ասեց մի երկու օր դուր մտածեմ հետ կզանգեմ։ Երկու օր հետո զանգելա, գիտեք ինչ ասա։ Ասելա ճիշտ ես ասում, բայց մեր մոտ կարող է դա սխալ ընկալու է։ Ի տարբերություն այդ ժամանակահատվածի հիմա հաղթողի կարգավիճակ չունի Հայաստանը եւ այս պայմաններում Ադրբեջանի հետ առևտուր անելը հոգուտ մեզ չէ, ասաց Քոչարյանը։ Իսկ Ադրբեջանի հետ այս պահին խաղաղություն հաստատված է, որքան կայուն է այն։ Հայաստանում խաղաղությունը պայմանավորված է Իլհամ Ալիևի տրամադրությամբ, նշեց երկրորդ նախագահը։ Ուզում ես 100 անգամ այս խաղաղությունը եկել է, չգիտեմ ինչ արել եւ այլն, դա մեկ է, եթե եկել է, ուրեմն եկել է եւս Ալիևի տրամադրությունից կախված։ Մեր առաջարկը հետևյալն է՝ ամրապնդել լուրջ երաշխիքային համակարգով։ Իսկ թրիփը որքանով է տեղավորվում խաղաղության իրենց օրակարգում։ Քոչարյանը հայտարարեց, ծրագիրը ծառայում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, իսկ Հայաստանը լիարժեք կողմ չէ։ 3 ժամ տևած ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ եկեղեցու շուրջ տեղի ունեցողին։ Հարցին իր նախագահության շրջանում վեհափառի հերացման, փոփոխման հարց եղել է թե ոչ, արձագանքեց։ Որևէ միտք փոխել, ինչ որ մտնել պատմությունների մեջ, ոչ թե չի եղել։ Նույնիսկ եթե մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի, հոգեկան հիվանդ է։ Քոչարյանը խոսեց նաև Արցախի հարցի մասին։ Ըստ նրա, այս հարցի իրատեսական տարբերակը վերադարձի իրավունքի ամրագրումն է։ Մեր հարցին ինչպես են պատկերացնում այդ իրավունքի իրացումն ու վերադարձը, ինչ մեխանիզմներ կան, Քոչարյանը պատասխանեց։ Ճանապարհը մեկն է՝ ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Ու սա այն թեման է, որը դժվար է մերժել միջազգային հանրության կողմից։ Ես չեմ պատկերացնում, թե որևէ օրինակ եվրոպական երկիր ասի չէ, մենք այդ իրավունքը չենք համարում, որ դուք պետք է այդ իրավունքը հետապնդենք։ Դժվար է ասել, հնարավոր չէ ասել։ Դրա համար խոսքը գնում է հետևյալի մասին։ Այս պահին իրատեսականը սա է, փորձենք դիվանագիտական ճանապարհով շատ ակտիվ այդ հարցի լուծումը ստանալ։ Եվ ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել, չէ, վերադարձի հարց չեն կարող քննարկել։ Վերադառնալով ընտրական տարվան վերաբերող հարցին, արդյոք համապետական այս ընտրությունը Հայաստանի Հանրապետության եւ Նիկոլ Փաշինյանի միջև է լինելու։ Քոչարյանն ասաց, Հայաստանի Հանրապետությունը լինելու է, բայց հարց է ինչպես։ Օրինակ, առանց առաքելական եկեղեցու, ազգային խորհրդանիշների, ռազմավարական կարևոր կետերի, թե դրանց հետ մեկտեղ։ Հավելեց, այս ընտրությունը մեր պետության էության մասին է։ Անի Աբաղյան, Սամվել Իսրայելյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Երևանի համալսարաններում տղաների թիվը տարեցտարի նվազում է, հատկապես հումանիտար և սոցիալական ֆակուլտետներում։ Որն է դրա իրական պատճառը և ինչ կարելի է անել, որպեսզի երիտասարդներն ամբողջությամբ ներգրավվեն համալսարանական կյանքում, Սեդա Գյուրեղյանն է ներկայացնում։ Կուրսեր ունենք, որտեղ մի տղա է սովորում, ցավոք սրտի, հավանաբար մյուս տարի կունենանք կուրս, որ առհասարակ տղա չի լինի։ Միշան Երևանի պետական համալսարանում է սովորում եւ նկատում է համալսարանում տարեցտարի նվազող տղա ուսանողների թիվը։ Ժուրնալիստիկայի ամբողջ ֆակուլտետում ընդամենը 15 տղա է սովորում։ Երրորդ կուրսում միայն 4-ն են նրա կուրսընկերները, մնացած 46-ն աղջիկ են։ Առաջի խնդիրը հիմնականում գալիս է ընտանիքներից, երբ որ ընտանիքներում չի խրախուսվում սովորելը։ Դա չեմ կարող կապել, թե ինչի հետ է դա կապված, թե ինչի չի խրախուսվում։ Մյուս թեման կապված է նաև աշխատատեղերի հետ։ Հայաստանում քիչ աշխատատեղեր կան, դա փաստ է ու հիմնականում անաշխատ ունակները մեր երկրում հենց երիտասարդներն են մեծ թիվ կազմում։ Մյուս խնդիրը, որը կապված է հենց այդ հարցի հետ, փողոցային բարքերն են։ Առհասարակ տղաները ընտրում են մասնագիտություն այն ժամանակ, երբ որ հասունանում են։ Սա նոր երևույթ չէ, նշում են Երևանի պետական համալսարանում։ Տարիներ շարունակ համալսարան դիմող աղջիկների թիվը զգալիորեն մեծ է եղել, ինչն արտացոլվել է նաև ընդունվածների հարաբերակցությունում։ Բոլոր տարիներին միշտ ստատիստիկան այնպեսին է եղել, որ աղջիկների թիվը ավելի շատ է, ավելի քան 60%, հա, դիմորդների թիվը աղջիկների այդպեսին է։ Ընդունվելուց բնականաբար, քանի որ դիմորդ թիվը ավել է, նաև ընդունվածների մեջ էլ աղջիկների թիվը ավել կլինի։
Տարբերությունը հատկապես տեսանելի է որոշ ֆակուլտետներում։ Բանասիրության, լրագրության ֆակուլտետներում շուրջ 90% աղջիկներ են։ Հակառակ պատկերն է ֆիզիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետներում, որտեղ տղաներն են մեծամասնություն, բայց դա չի փոխում ընդհանուր պատկերը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խնդիրը դիտարկում է ավելի լայն, ոչ միայն բուհի, այլ ամբողջ կրթական շղթայի համատեքստում, նշելով սոցիալական գործոններն ու բանակի ազդեցությունը։ Ապրում ենք մի իրավիճակում, որ մարդիկ շատ ուշադիր նայում են աշխատաշուկայում ինչն է գնահատվում, որ աշխատանքներն են բարձր վճարվում եւ ըստ այդմ որոշումներ են կայացնում։ Հիմա այդ ձեր նշած մասնագիտությունները, լրագրություն, չգիտեմ, մյուսները, բանասիրություն եւ այլն շատ ցածր են գնահատվում աշխատաշուկայում։ Դրա համար ասենք տղաները ավելի գերադասում են ոստիկան դառնալ, վարորդ դառնալ, որը ավելի մեծ եկամուտ կբերի, քան ասենք լրագրողի աշխատանքը կամ բանասերի աշխատանքը։ Բանակը ըստ մասնագետների բուհերում տղաների թվի նվազման առանցքային պատճառներից մեկն է։ Շատերը կամ չեն ընդունվում բուհ, կամ ծառայությունից հետո չեն վերադառնում, նախընտրելով կարճաժամկետ դասընթացներ եւ ավելի արագ աշխատանքի անցնելու տարբերակը, քան 4 տարի համալսարանում սովորելը։ Երևանի պետական համալսարանում նշում են, բանակ մեկնող եւ վերադարձող ուսանողների թիվը հավասարակշռվում է, բայց կան նաեւ չվերադարձողներ։ Տարեկան շուրջ 180-ից 200 տղաներ զորակոչվում են ազգային բանակ, նույն չափով էլ մոտավորապես մի քիչ շեղումով մենք նաև վերականգնում ենք ուս իրավունքները, ովքեր վերադառնում են ազգային բանակից եւ վերականգնում են իրենց ուսանողական իրավունքները։ Չցանկացողները կան, բայց շատ քիչ տոկոս են կազմում։ Վերջին 7 տարիներին բուհերում ուսանողների ընդհանուր թիվը աճել է, սակայն գենդերային հարաբերակցությունը շարունակում է մնալ նույնը։ Եթե 2018-19 ուստարում ընդունվողների թիվը գրեթե հավասար էր, ապա 2023-24-ին իգական սեռի ներգրավվածությունը հասել է 57%-ի։ Միշայի կարծիքով խնդիրը ոչ թե համալսարանների գրավչությունն է, այլ համակարգային մոտեցման բացակայությունը։ Առհասարակ ոչ թե համալսարանը, ինձ թվում է կրթական ոլորտը, մեր կրթության, սպորտի, մշակույթի նախարարությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, որով կխրախուսի տղաների կրթությունը մեր ոլորտներում, թե ինչ քայլեր կխուսափեմ ինչ-որ հստակ քայլ ասել, որովհետև այդ ամենը հիմնականում գալիս է ընտանիքից փոքր ժամանակներից։ 2018-ից հետո համալսարան ընդունվողների ընդհանուր թիվը աճ է գրանցել, բայց սեռային անհավասարակշռությունը շարունակում է մնալ նկատելի։ Այս տենդենսը հատկապես դրսևորվում է հումանիտար եւ սոցիալական ուղղությունների ֆակուլտետներում։ Հայաստանի բուհերում ուսանողների մոտ 43%-ը տղա է, բայց նվազման միտումը նկատելի է։ Որոշ լսարաններում տղաներ պարզապես չկան։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Չինաստանը մահապատժի է ենթարկել Մյանմարում խարդախության կենտրոններ ղեկավարող մաֆիոզ ընտանիքի 11 անդամի։ Մաֆիոզ ընտանիքի անդամներին սեպտեմբերին դատապարտել են տարբեր հանցագործությունների, այդ թվում սպանության, անօրինական կալանքի, խարդախության եւ խաղատների շահագործման համար։ Եմեն ընդլայնել է Իրան արտահանվող նյութերի և տեխնոլոգիաների արգելքը։ Արգելքը այժմ տարածվում է նաև անօդաչուների և հրթիռների մշակման և արտադրության համար օգտագործվող նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների վրա։ Իսկ Կրեմլը զգուշացնում է Իրանի նկատմամբ ուժային գործողությունները կարող են ստեղծել քաոս ամբողջ տարածաշրջանում։ Դմիտրի Պեսկովի խոսքով բանակցությունների հնարավորություն դեռ կա և կարևոր է կենտրոնանալ հենց բանակցային գործընթացի վրա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։